Երեկվա խաչբառը, ամբողջությամբ լուծված 10 հարց, մեկը մյուսի հետևից։ Հարց 1. Հորիզոնական։ Որ սարքն ունի ստեղներ և օգտագործվում է համակարգիչ տառեր ու հրամաններ մուտքագրելու համար։ Պատասխանը՝ ստեղնաշար։ Հարց 2. Ուղղահայաց։ Որ միջատն է կյանքը սկսում որպես թրթուր, իսկ հետո ստանում գունավոր թևեր։ Պատասխանը՝ թիթեռ։ Հարց 3. Ուղղահայաց։ Որ կանաչ թանկարժեք քարն է բերիլի տարատեսակ։ Պատասխանը՝ զմրուխտ։ Հարց 4. Ուղղահայաց։ Ինչպես է կոչվում տեղափոխվող լույսի աղբյուրը, պաշտպանիչ պատյանով։ Պատասխանը՝ լապտեր։ Հարց 5. Ուղղահայաց։ Ինչպես է կոչվում աղի ջրի հսկայական տարածությունը, որը ծածկում է երկրի մեծ մասը։ Պատասխանը՝ օվկիանոս։ Հարց 6. Հորիզոնական։ Որ տրանսպորտային միջոցն է շարժիչներով և թևերով թռչում մթնոլորտում։ Պատասխանը՝ ինքնաթիռ։ Հարց 7. Հորիզոնական։ Ինչպես է կոչվում բարձր բնական ցամաքային ձևը, որը զգալիորեն վեր է շրջակա տարածքից։ Պատասխանը՝ լեռ։ Հարց 8. Ուղղահայաց։ Ինչպես է կոչվում տարածքը, որտեղ աճեցնում են ծաղիկներ, բանջարեղեն կամ այլ բույսեր։ Պատասխանը՝ այգի։ Հարց 9. Ուղղահայաց։ Ինչպես է կոչվում պատի բացվածքը, որը սովորաբար ապակի ունի և լույս է ներս թողնում։ Պատասխանը՝ պատուհան։ Հարց 10. Հորիզոնական։ Որ ցիտրուսային միրգն ունի նույն անունը, ինչ հայտնի գույնը։ Պատասխանը՝ նարինջ։ Սա երեկվա խաչբառի ամբողջական լուծումն էր։ Լրացրեք այսօրվա խաչբառը կամ հինները, մուտքագրեք կամ լրացրեք ձայնով։ Հղումը մեկնաբանություններում է։